Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների դատավարությունը Բաքվում շարունակվում է փակ դռների հետևում, առանց անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կազմակերպությունների։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցն է տեղեկություններ հայտնել երեկվա նիստից։ Նախ այն ամեն ինչ որ տեղի ունենում Բաքվի դատարանում, ուղղակի մեղք կլինի անվանել իրավական գործընթաց։ Ըստ ադրբեջանական Ազերթաջի Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը իբրև ցուցմունք է տվել ու պատմել, թե Արցախում քաղաքականությունը թելադրվում էր Հայաստանից։ Ռազմական ու ֆինանսական հարցերն էլ Երևանից էին որոշվում, նշանակումներն էլ Հայաստանի ղեկավարն էր անում։ Բաքվի դատարանից ներկայացվող ցուցմունքներում մեղադրանքի սլաքները Հայաստանի ուղղությամբ են, եւ սա կոնկրետ նպատակով է, վստահ է ընդդիմադիր падգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն, ինչպես իրենք ավելի վաղ փորում են արդեն դրա մասին ոչ պաշտոնապես հայտարարել, լեգիտիմ հիմք նախապատրաստել Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Դա դրսևորվի քաղաքական շանտաժի միջոցով, դա որևէ փուլում կդրսևորվի սադրանքների միջոցով, թե կբերի առավել լայն մասշտաբային գործողությունների համար, այսպես կոչված նախապատրաստված պապկաների, դա արդեն ժամանակի հարց է։ Ադրբեջանը կեղծ ցուցմունքներով ու շինծու դատավճիռներով փորձելու է ապացուցել, թե Արցախը Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդամենը տարածքային վեճ է ու այդպիսով փակել ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեման, շեշտում է падգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Մի բան, որը 3 տասնամյակ փորձել է ցտել, սակայն բանակցային գործընթացում ինքնորոշման իրավունքի սկզբունքը առանձին որպես սկզբունք սավաղել է եւ սրա շուրջ երկար ժամանակ նույնիսկ բանակցություններ ընթացել։ Ադրբեջանում ընդունված վճիռները Բաքվից դուրս արժանահավատ չեն, դրանք կորզում են կյանքի սպառնալիքների գնով, ընդգծում է падգամավորը։ Դեռ այս դատավարության մեկնարկի նախօրեին էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ահազանգել Բաքվի ճնշումների, հորինված ու կեղծ ցուցմունքների մասին։ Այս process-ը ծայրից ծայր ամբողջությամբ քաղաքական է եւ այսօր գծվում եւս դերակատարի ներկայացում է ճիշտ այնպես, ինչպես նախապես քաղաքական իշխանությունը դա ծրագրավորել է։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով Բաքուն այս դատավճիռներով միջազգային իրավական հարթակներում ոչ մի բանի չի հասնի։ Օրինակ, Ինտերպոլը այդ դատավճիռների հիման վրա չի համագործակցի Ադրբեջանի հետ, եթե հետախուզում հայտարարվի հայերի նկատմամբ, որոնց անունները կան մեղադրանքներում։ Ինտերպոլը չի համագործակցի երկու պատճառով։ Առաջինը կան ողջամիտ կասկածներ, որ մարդիկ ենթարկվել են խոշտանգումների, երկրորդը այդ դատավարությունը քաղաքական է։ Իր նպատակներով քաղաքական հետապնդում է։ Ինտերպոլի կանոնադրությունը, իրենք դա անվանում են սահմանադրություն 3-րդ հոդվածը, արգելում է Ինտերպոլը օգտագործել հետախուզման որպես հետախուզման միջազգային հետախուզման գործիք օգտագործել այնպիսի քրեական գործերով, որտեղ կա կասկած, որ այդ անձը կենթարկվի ընդունող երկրում խոշտանգումների կամ էլ ընդունող երկրում քրեական հետապնդում իր բնույթով քաղաքական է։ Ըստ իրավապաշտպանի միջազգային քաղաքական հարթակներում էլ դա կշիռ չի ունենա։ Օրինակ, հիշեցնում է օրերս Եվրախորհրդարանում падգամավորների մեծամասնությամբ ընդունված բանաձևը։ Ըստ Արա Ղազարյանի, այս դատավարություններն ու դատավճիռները Ադրբեջանի իշխանության ու ներքին լսարանի համար են։ Դատավարությունը կմնա Ադրբեջանի ներսում։ Ադրբեջանը կփորձի դա կապիտալիզացնել, բայց պետք է քանի որ դատավարություն չի համապատասխան արդյունավետական նվազագույն սկզբունքներին, լեգիտիմությունը արդեն կասկածի տակ է, դրա արդյունքները միջազգային հանրությունը չի ունի, մեխանիզմները չեն աշխատի։ Որ Բաքվում այս դատավարությունները կեղծ են, հայերը ենթարկվում են անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի, նրանց նկատմամբ կիրառվում են արգելված հոգեմետ միջոցներ, արձանագրել է նաև Եվրախորհրդարանը։ 3 օր առաջ ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ առանց նախապայմանների ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս հայ գերիներին։ 15 հայերի դատավարությունը կշարունակվի ապրիլի 3-ին, նրանցից առանձին է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատը։